Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ես այս ներկայացման շրջանակներում հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության ոլորտը կներկայացնեմ մեր միջազգային համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքը եւ փորձելով ավելի մանրամասն անդրադառնալ կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամին, ում հետ բավականին ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, այստեղ պետք է ասեմ, որ 2024 թվականի մայիսին ստորագրվել է ուրեմն բյուջետային աջակցության ծրագիրը, որի բարեփոխումների հիմնական շրջանակը ներառում էր տնտեսական աճի ներուժի ընդլայնումը, աշխատանքի շուկայի արդյունավետության բարձրացումը կամ զարգացմանը նպատակաուղղված մի շարք միջոցառումների իրականացումը, ի դեպ ասեմ, որ պարոն Պապույանի նշած բարդ ապրանքների գծով աջակցության արտադրության կամ ներդրումների գծով աջակցության ծրագրերը հենց նախապատրաստվել է այս ծրագրի որպես նախապայման հիմա չեմ անդրադառնա բոլոր կետերին, որի թե անհրաժեշտություն կլինի հետո հարց ու պատասխանի ձևով այդ ծրագրի բոլոր կետերին կանդրադառնամ, ուղղակի պետք է այստեղ նշեմ, որ նախապայմանները իրականացվել են, համաձայնագիրը վավերացվել է, բայց Եվրասիական զարգացման բանկից անջատման իրավական բարդ գործընթացով պայմանավորված վարկային միջոցները չեն ստացվել, որովհետև համաձայնագրով սահմանված 24 թվականի դեկտեմբերի 31-ը վերջաժամկետ էր, որի մինչև այդ նիստ չի գումարվել, խորհրդի նիստ չի գումարվել եւ դրա համար մենք այս գումարները չենք ստացել։ Իհարկե ուրախալի է նա, որ մենք մեր դեֆիցիտի ֆինանսավորման խնդիրները կարողացել ենք արդյունավետ լուծել նույնիսկ առանց այս միջոցների եւ կարողացել ենք դրական բալանսով, այսպես ասած, փակենք տարին, ինչի վերաբերյալ առիթ կունենանք խոսել բյուջեի հաշվետվությունների ներկայացնելու ժամանակ։ Ասեմ, որ կայունացման զարգացման եվրասիական հիմնադրամի հետ մի կարևոր նշանակություն ունեցող այլ համաձայնագիր ենք կնքել, որը կարճարանի թունելի շինարարության է վերաբերվում, այստեղ $200 միլիոն ներդրումային վարկի տրամադրում է տեղի ունեցել։ 24 թվականի սեպտեմբերի Մասարայի ջրամբարի կառուցման համար $40 միլիոն ներդրումային վարկի ստացման նպատակով կայունացման զարգացման եվրասիական հիմնադրամը ներկայացվել ֆինանսական հայտ եւ բանակցվել են վարկի տրամադրման պայմանները եւ մի այլ կարևոր նախաձեռնություն կա ֆինանսների նախարարության համար, որ ստորագրվել եւ ուժի մեջ է մտել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման գործընթացի շրջանակներում $2 միլիոն չափով դրամաշնորհի ստացումը, որը գալիս է համալրելու այն գումարը, որով այս տարի ձեռք ենք բերելու այդ տեղեկատվական ամբողջ համակարգը։ Եթե խոսենք ընդհանուր առմամբ մեր միջազգային համագործակցության շրջանակներում կատարվող աշխատանքներից, ապա 4 ծրագիր ենք իրականացրել, մի հատ համաշխարհային բանկ OPEC միասին €92 միլիոն եւ €50 միլիոն արժողությամբ բյուջետային աջակցության ծրագիր ենք իրականացրել։ Այնուհետև Ասիական զարգացման բանկի եւ զարգացման ֆրանսիական գործակալություն այս բոլոր ծրագրերը մանրակրկիտ անցած տարի քննարկել ենք, ես ուղղակի ուզում հիշեցնեմ, որ մենք այս ծրագրերը իրականացրել ենք։ Հա, հիմա ներդրումային վարկային համաձայնագրեր են կնքվել անցած տարի ԱԶԲ-ի շատ լավ։ Հեսա ամփոփի ու Հա, այսինքն առողջապահության ոլորտում երկու կարևոր ծրագիր ենք իրականացնում, մի հատ Ասիական զարգացման բանկի, մի հատ համաշխարհային բանկի հետ։ Հեսա ասեմ, առողջապահության որակի բարելավման ծրագիր ենք իրականացնում €45 միլիոն արժողությամբ Ասիական զարգացման բանկի հետ,
որը նպատակ ունի առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանն է ուղղված, առողջապահական ծառայությունների որակի այո, առողջապահական ծառայությունների որակի գնահատման եւ հաշվետվողականության թվայնացման եւ ինստիտուցիոնալիզացիային, բժշկական հաստատությունների լիցենզավորմանը, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը։